Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, հյուրընկալվելու համար։ Տիմ ընտրություններից սկսենք Գյումրու, բոլորը սպասում են մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի որոշմանը, որոշ լրատվամիջոցներ գրել են, որ նա պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, երկու ձայն է պատրաստվում տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի իր խոստումը կատարի, այն է Գյումրին չունենա ԿՊԱ-ական համայնքապետ։ Հիմա ընտրությունների այս արդյունքները դուք ինչպես կբնութագրեք, Ղուկասյանի պարագայում մենք ունենալու ենք փաստորեն, այսպես ասած, ռուսական դրոշը գովերքող հայրաքաղաք։ Շնորհակալություն հրավերի համար, ռուսական ոչ միայն դրոշը, տեսեք, խայտարակություն տեղի ունեցավ։ Մասնակցեցին կոմունիստները եւ երկրորդ քաղաքական ուժն են Գյումրիում։ Թող հիմա որևէ մեկը չասի, իհարկե հասկանում ենք, որ այնտեղ Վարդան Ղուկասյանի ֆակտորն աշխատեց, բայց ներողություն, ես Դավիթ Արուշանյանի դասարանցին չեմ, որ տիմ ընտրությունները ապաքաղաքականացնելու կոչ անեմ կամ դրանք դիտարկեմ ապաքաղաքական աչքերով։ Երբ որ քաղաքականացվում է այդ ընտրությունները եւ քաղաքական աչքերով ես նայում, կոմունիստները Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում երկրորդ քաղաքական ուժ են եւ ընդհանուր հավակնում են քաղաքի իշխանությունը վերցնելու, սա խայտարակություն է։ Ում խայտարակությունն է գյումրեցիների առաջին հերթին, որ նմանատիպ ընտրություն են կատարել, եւ իհարկե քաղաքացիական պայմանագրի ու նրա առաջնորդին։ Ինչու ինչ պետք է անեին նրանք, որպեսզի այդպիսի արդյունք չլիներ։ Գիտեք, եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի միջև ընտրությունները, եթե չեմ սխալվում, Քարոզարշավը դեռևս մեկնարկածել չէր։ Ինչ էր ասում, Ռոպիկը, Սաշիկը, Միշիկը, չգիտեմ, Սերժիկը, Թալանը, 300 միլիոնը, կրիմինալը։ Տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը վերջում պիտի ասի, դե սիրելի ժողովուրդ, առավոտյան ժամը 11-ին հավաքվում եք կառավարության շենքի դիմաց այս ապիկար իշխանությունների հրաժարականը պահանջելու համար։ Ներողություն, այդ կրիմինալի գլխին արդարադատության սիմվոլ մուրճով ով պետք է հարված էր։ Այդ Թալանը ով պիտի 7 տարի շարունակ վերադարձներ։ Բռնաբարության եւ այլ դրվագներով անցնող հարազատներին ով պիտի դատեր։ Ով պիտի առհասարակ էս ամեն ինչի քաղաքական, նախկինի քաղաքական ու իրավական գնահատականը տար։ Իրենց թվում է քաղաքացիական պայմանագրին ու Նիկոլ Փաշինյանին, որ նախկինների ուրվականով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վախեցնելու այդ մեթոդը անընդհատ, ինչպես Փաշինյանը 19 թվականի այդ մեծ բանավեճի ընթացքում էր ասում, 100 տարի շարունակ կարող է աշխատել, չի աշխատում դա։ Ժողովրդական լեզվով ասեմ, ինադընգած Նիկոլ Փաշինյանին եւ նրա ապիկար կառավարմանը, անատամ կառավարմանը, իմպոտենտ կառավարմանը, իմբեցիլ կառավարմանը ներողություն։ Ժողովուրդը գնաց ընտրեց կրիմինալին, թաղային հեղինակությանը, կոմունիստներին, Պուտինի ոտերը լվացող ջուրը խմողներին։ Ի վերջո Քարոզարշավի ընթացքում այդ ինչա նշանակում բերել եւ Ռուսաստանի Դաշնության ինչ-որ Պետդումայի падգամավորի Քարոզարշավի ընթացքում ուժերից որևէ մեկի օգտին խոսեցնել։ Սա արդյոք մեր ներքին գործերի միջամտություն չի։ Սա պետություն է առհասարակ, ստեղ կան իրավապահ մարմիններ, կան ինստիտուտներ, կա կառավարություն, թե ում գլխում ինչ միտք առաջանում է, դա անում է։ Ժողովրդավարություն չանվանել այն ինչ տեղի ունեցավ։ Դե գիտեք, ինձ շատ են հարցնում, ձեռքբերումը որն է, ձեռքբերումը ընտրատեղամասում, կրկնում եմ եւ շեշտում եմ, ընտրատեղամասում ազատ արդար ընտրությունների կայացումն է, իրականացնումը։ Բայց դրանից դուրս ինչա տեղի ունենում, դա մի խայտարակություն է։ Օրվա իշխանությունը միտումնավոր Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիակն է առավոտից երեկո ծեծում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնում, խաբում, հույս ունենալով, որ իշխանություն կարող է վերցնել։ Դա ժողովրդավարություն է, կամ առհասարակ ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետության դեմ հանցագործություններ կատարածները, թալանչիները պետքա գան ու քաղաքական գործոն դառնան։ Հիմա հարց Փաշինյանին է ռետորական, այդ $300 միլիոն թալանի հարցը ինչպես է լուծվելու։
Կարող է գործարքա լինելու, կարող է աշկեք փակելու։ Երեք Վարդան Ղուկասյանը, որովհետև ասում էր Փաշինյանի ձեռքն էլ կսեղմեմ։ Կարող է ձեռքը սեղմի եւ ավարտվի։ Կարող է ստացվի այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը այլ տեխնացուի կողմ քվեարկի։ Եկեք սպասենք, սա ցույց կտա ժամանակը, բայց մեծ հաշվով ես պետքա մեջբերեմ այդքան տարածված եւ իրականությանը համապատասխանող թեզը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Գյումրեցիները կատարել են այսպիսի ընտրություն, երևի թե արժանի են այսպիսի իշխանության։ 5 տարի Գյումրին արդեն իսկ հետ է մնացել։ Բալասանյան դաշինքը, որի մաս էր նաև քաղաքացիական պայմանագիրը, սա պետք է շեշտել անընդհատ, եւ որի համար ներեգություն չխնդրեց քաղաքացիական պայմանագիրը, այդ ձախողումները չփորձեցին մատնանշել, իրականության հետ չառերեսվեցին։ 5 տարի այսպես թե այնպես Բալասանյան դաշինքը ԿՊ-ի հետ քաղաքը հետ է շպրտել զարգացման ճանապարհից։ Եվս 5 տարի Վարդան Ղուկասյանը դա կանի երևի թե։ Պարոն Մկրտչյան, Եվրադաշինքը ինչ եզրակացություններ է արել այս ընտրությունների արդյունքների հետ կապված, մենք գիտենք, որ տեխնացուն անցողիկ շեմը գոնե չհաղթարեց։ Նախ Եվրադաշինքի տեխնացուին այդպես էլ չհասկացան։ Ինչու չհասկացան։ Ակնհայտ է։ Երկրի բոլոր լրատվամիջոցները իշխանության ձեռամբ եւ իշխանության գործուն աջակցությամբ դաշտը բևեռացրեցին։ Հիշում եք ինչ էին ասում ԿՊ-ական падգամավորները։ Եթե ձայնը չեք տալիս քաղաքացիական պայմանագրի Սարիկ Մինասյանին, իսկ իրականում նախկինում Լուսավոր Հայաստանի, Սարիկ Մինասյանին, ապա մնացած 8 ուժերից որևէ մեկին եթե ձայն եք տալիս եք Վարդան Ղուկասյանին։ Այսպես թե այնպես այդ դաշտը ստեղծեցին։ Եվրադաշինքում մտածում ենք եւ վերլուծում ենք այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում միանշանակ։ Ես ինքս նաև սկսել եմ ղողանջները դրա արձանագրել, ազդարարել, դաշինքի մաս չեմ, դաշինքը ես չեմ, ճարտարապետը չեմ եղել դաշինքի կազմավորման, հետևաբար նաև դաշինքը փլուզողն էլ ես չեմ, սա հատուկ դաշտում գործող առանձին դեմքերի ասեմ, ես ուղղակի իմ կարծիքն եմ բարձրաձայնում եւ այդ կարծիքը իրավունք ունի, կյանքի իրավունք ունի, որովհետեւ նաև ստանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ազդակներ, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ակնկալում է շատ ավելի մեծ կոնսոլիդացիա եւ ես կոչ եմ անում քաղաքական դաշտում գործող առողջ ուժերին այդ կոնսոլիդացիան նախաձեռնել, կոնսուլտացիաներ սկսել մեկը մյուսի հետ, 26 թվին նախապատրաստելու համատեքստում, մի կողմ դնել տարաձայնությունները, բոլոր, տարընկալումները, փորձել բոլոր սուր անկյունները հղկել եւ միասնական ճակատով իրականում ոչ նախկին, ոչ ներկա, իսկ իրականում հավաքական առումով էս նախկիններին մերժենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրություն տանք։ Եթե մենք կարողանանք սա անել հավաքական առումով, կարողանանք այդ ճակատը ձևավորել, փառք ու պատիվ մեզ։ Ժողովուրդը կողջունի դա։ Եթե չենք կարողանա, գիտեք, ես երեք ասել եմ, այսօր էլ պիտի ասեմ, քանի անգամ պիտի քաղաքական ուժերը գնան եւ բաց ճակատով հարվածեն պատին, որ հասկանան դա փակուղի է։ Քաղաքական դաշտը բևեռացված փակուղային իրավիճակում է այս Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան երանգյունու մեջ։ Ուզում ենք մենք դուրս գալու այս մեր խեղճ ու կրակ ժողովրդին էլ ընտրություն առաջարկել ու դուրս անել այս փոսից, թե չենք ուզում։ Եթե ուզում ենք, բայց չեք կարծում, որ հանրությունն էլ պետք է ուզենա, պարոն Մկրտչյան, միայն ուժերի ցանկությունից չեք կապված, ինչպես կա այդ պահանջը, որ այդ ուժերը համախմբվեն։ Անհատներ, քաղաքական ուժերի ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ պիտի համախմբվեն, Սփյուռքում աշխատող, գործող ընկերներ, հայրենակիցներ պիտի կարողանան այս տարաձայնությունները մի կողմ դնել եւ նախկիններին էլ, ներկաներին էլ ներկայի դասականի ոճով ասել հանգիստ վերընկեք տեղներդ եւ թույլ տվեք Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլընտրանք գտնի։ Սուտ խոսալով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելով, բռնել բաց թողելով, լոլոներ կարդալով, լապշաներ կախելով,
հապկում սառեցրել ենք, մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտել ենք, հոկտեմբերի 27-ը վերաբացել ենք, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չենք թողել պլստա, չենք թողի պլստա, երևի հիմա կգանք ասեն, մուրճը տվել եք, մի հատ էլ կվալ տվեք, կացին տվեք, չգիտեմ ինչ ինչքան։ Այս ընտրությունների թեման եթե ամփոփենք, այսինքն դժվար կանխատեսել է, թե ինչ որոշում կկայացնի Մարտուն Գրիգորյանը ձեր համար։ Անհետաքրքիր է ամբողջությամբ, թե Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի, Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ի հետ կկազմի, Մարտուն Գրիգորյանը կտանի նոր ընտրության, մեծ հաշվով Գյումրեցու այս ընտրությունը, ես իրականում ուզում եմ, որ այնտեղ իշխանություն ձևավորվի, որպեսզի գյումրեցին մի քանի ամսվա առավելագույնը 1 տարվա ընթացքում համոզվի, թե ինչ սխալ կատարեց եւ ինչպես ինքը իր թեթև ձեռամբ Գյումրին վերածեց լենինականի։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Մկրտչյան, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր դրեց մանդատը Գյումրիում լրագրողների հետ ունեցած այդ հայտնի միջադեպի պատճառով հիմա հանրության որոշակի հատված, լրատվամիջոցների մամուլի որոշ հատված նույնը ակնկալում է Ալեն Սիմոնյանից, Անդրանիկ Քոչարյանից իրենց վարքի հետ կապված, բայց իմ հարցը նրանց հնարավոր վարքագծի մասին չէ, այլ այն մասին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները շատ լավ իմանալով, որ գտնվում են ընդդիմադիրների այդ խոշորացույցի տակ, իրենք ամեն դեպքում ռիսկի են դիմում եւ այդպիսի վարքագիծ են դրսևորում։ Վարքագիծն ինքնին նորմալ է, եթե մարդը օգտագործել է ալկոհոլ, կարող է սոված փորին օգտագործել այդ ալկոհոլը, ազդեցությունը եղել է կրկնակի, աննորմալ է, երբ որ պատգամավորի մարդու ի վերջո եւ ամենակարևորը կողքին եղած ընկերները չեն սաստում։ Լավ մի փոքր կոպիտ բան ասեմ, դա բռնություն երևի թե չի դիտարկվի, այդ մարդուն մի սենյակում չեն փագում, մինչև ինքը կստափվի եւ ինքն էլ կհասկանա իր սխալը, որովհետեւ երբ թե Վիլեն Գաբրիելյանը այսօր դրել է մանդատը, ինքը ունեցել է այդ պարկեշտությունը իր մեջ, ընդունելու սխալը եւ գնալու այդ ճանապարհով։ Գուցե SMS եղել է, ոչ թե գուցե, վստահաբար եղել է SMS, բայց ամեն դեպքում մարդը գնացել է այդ ճանապարհով եւ գիտեք ուստեղ առանձնացված մի հատված կառանձնացնեմ, ինքը դնելով մանդատն ասեց գնում եմ եւ առաջադրվեմ վարչության տեխնացու իբրև, որպեսզի փոփոխություններ իրականացնեմ։ Իսկ քաղաքացիական պայմանագրում, եթե այդ փոփոխությունները չիրականացվեցին, կադրային ջարդ տեղի չունեցավ, ներկուսակցական ջարդ տեղի չունեցավ, իրենց շարքերը չմակրեցին կոռուպցիոներներից նորաթուխ, իրենց շարքերը չմակրեցին այդ ընտանեկան կառավարման մեջ ներքաշվածներից, օդիոզ կերպարներից, 2026-ի վայրեջքը էլ ավելի ցավոտ է լինելու իրենց համար։ Սա պետք է գիտակցեն։ Հիմա կոնկրետ Գյումրի օրինակով Դավիթ Արուշանյանը կարծում եմ պետք է գնա։ Դեռ այն ժամանակ պիտի գնար, երբ որ ինքը ասում էր Երևանից Գյումրուն քաղաքական, այսպես տեսք մի հաղորդեք, այս ընտրությունները Գյումրիում քաղաքական չեն, իսկ ներողություն, ինչա կանեին, գողական էին, կրիմինալական էին, թայֆայաբազական էին, ինչի մեջ էիք դուք մտել, կրիմինալի հետ մրցակցության փոխանակ կրիմինալին բնում խեղդեիք ու առնվազն ասեիք, որ քաղաքական պրոցեսների մեջ նրանք չեն կարող ներգրավել,
Առավել եւս ազդեցություն ունենալ եւ իրենց կատարած այդ ազդեցության շնորհիվ այսօր Գյումրի քաղաքը այսպիսի խնդիրների առաջ կանգնել։ Պարոն Մկրտչյան, դուք Գաբրիելյանի դեպքին կոնկրետ անդրադարձաք, այո, նա ոչ ստապ վիճակում էր, բայց Անդրանիկ Քոչարյանը բավականին ստապ վիճակում էր եւ ինչ ասել Անդրանիկ Քոչարյանը լրագրողին։ Ինչ ասել, Առաջին դեպքը չի եւ լրատվամիջոցին են թիրախավորում եւ լրագրողների հանդեպ նա հատուկ վերաբերմունք ունի։ Հիմա ուզում եմ հասկանալ, սա որքանով է բխում այդ ժողովրդավարության տրամաբանությունից։ Ներողություն, եթե Անդրանիկ Քոչարյանը ապտակած լիներ լրագրողին, ես անձամբ լրագրողի հետ միասին կգնայի, ասեմ ավելին կգիշերեի նրա աշխատասենյակի դիմաց եւ կպահանջեի նրա մանդատից հրաժարվելը, բայց ընդհանրապես մեջբերում է կատարել մարդը։ Այդ ինչի է վայնասունը չկար, երբ որ ինքնասառեցված հոգեվորական Վազգեն Գալստանյանն էր այդ հայտարարությունն անում։ Դա մեջբերում է եղել։ Ինչի չկար այդ վայնասունը։ Շրթունքներն էին այլ լրագրողներ այլ Ես երևույթի մասին եմ երևույթները այլ առավել եւս ինչն էր այլ ինչի չկար էս աղմուկը ինչի են ժամանակ չբարձրացրեցիք լրագրողական համայնքը ինչի են ժամանակ սա չբարձրացրեց ինչի եք լուր երբ որ այն ժամանակ լիներ էս աղմուկը աղաղակը գուցե հասկանայինք բայց չի եղել մարդն էլ մեջբերում է արել ինչու՞ է խնդիրը կայանում ես չեմ հասկանում Լավ, այլ թեմաների գանք, պարոն Մկրտչյան, Ադրբեջանը ոչ միայն ապատեղեկատվություն է տարածում հրադադարի խախտման մասին, այլև հենց ինքն է կրակում, Սյունիքում մենք ունենք վնասված տներ, արտգործնախարարության մակարդակով շարունակում են անզիջում պահանջել Հայաստանից սահմանադրության փոփոխություն, հասան նրան, որ Գերմանիայի նախագահի գրառման համար Գերմանիան ներողություն է փաստորեն խնդրել ադրբեջանական կողմից այս վարքագծով ինչ խնդիր է լուծում Ալիևը հնարավոր էսկալացիայի ռիսկը ինչպես է գնահատում Իրականում էսկալացիայի ռիսկը հատկապես վերջին երկու կետը համաձայնեցնելուց հետո եւ Ալիևին դիվանագիտական փակուղ առաջ կանգնեցնելուց հետո մեծացել է բայց որքանով որ նպաստավոր աշխարհակաղակական իրավիճակ այդպիսի էսկալացիա հրահրելու համար սա իրականում 50-50 հարաբերակցությամբ կարող ենք գնահատել, որովհետև գիտեք, ես մի բան այսպես ասեմ, եթե Ադրբեջանը էսկալացիայի հնարավորություն ունենար եւ եթե կարողանար դա իրականացնել, վստահաբար վաղուց իրականացրել էր։ Հիմա կարծես թե տեղեկատվական տերորի է դիմում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա հավելյալ ճնշումներ է գործադրում։ Խաղաղության պայմանագրի այդ համաձայնեցված կետերի ստորագրումն է վիժեցնում եւ տորպեդահարում։ Մեծ հաշվով սա է տեղի ունենում։ Իսկ կլինի էսկալացիա, թե չի լինի, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգը միշտ կախված է մեր գլխից։ Եվ հաջողելու է ձգձգումը, ահա, այդ խաղաղության համաձայնագրի։ Հաջողում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո ստատուսներ է գրում եւ պահանջում կամ խնդրում, հորդորում, աղերսում, որ այդ պայմանագիրը ստորագրվի, Ալիևը ձգձգում է, հավելյալ պահանջներ առաջ քաշում, ինչպիսի սահմանադրության փոփոխությունն է։ Այսինքն այդ զիջումների գնալով փակուղ արչև կանգնեցնելու գործելավոճը միևնույն է արդյունավետ չէ։ Տեսնում ենք, որ արդյունավետ չի, ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գործընթացը պատկերացնում է երկկողմ ձևաչափով։ Օրինակ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք եւ շարունակում ենք պահանջել Միացյալ Նահանգներին ներգրավել իբրև միջնորդ կամ երաշխավոր բանակցություններում, հատկապես այս դիվանագիտական ակտիվ շփումներից հետո Բաքվի եւ Երևանի հետ։ Միջև էս պահը չկա այդպիսի բան։ Միջև էս պահը քաղաքացիական պայմանագրի падգամավորները պնդում են հայկական կողմը առնվազն պետք է պահանջի, որովհետև ինչպես Գերմանիայի արտգործնախարարությունը համաձայնեցված կետերը հրապարակելուց հետո հայտարարեց, որ դա խիզախ զիջումներ էին, հիմա Հայաստանի Հանրապետությունը իրավամբ չունի զիջելու որևէ բան։ Եվ կողմերից որևէ մեկին, այդ խաղացողներից, միջազգային խաղացողներից որևէ մեկին պետք է ներգրավի։ Ռուսաստանը չի կարող լինել, որովհետև Ռուսաստանը առնվազն մեր հանդեպ դավաճանական մի քանի դրվագով ակտեր է իրականացրել եւ հավատ մեր չի ներշնչում, մեր սահմանները ինչի մասին է խոսքը չի ճանաչում։ Ֆրանսիան եւ Եվրամիությունը հավաքական առումով չեն կարող լինել, որովհետև Ադրբեջանն ունի խնդիրներ, նրանց հետ այստեղ Միացյալ Նահանգներն է, որ կարող է։ Հատկապես այդ
օգտակար հանածոների եւ մետաղական հանքերի հանդեպ ունեցած սերը Թրամփի եւ մեր ունեցած ռեսուրսները դրա մասին են խոսում, որ կարելի է գնալ եւ գործարք իրականացնել, ինչու ոչ։ Որպեսզի ստանանք երաշխիք, որպեսզի ստանանք երաշխիք, սա չի արվում, որ զիջենք ինքնիշխանությունը, զիջենք հանքերը, չգիտեմ ինչ, որովհետեւ շրջանակներ կան, որ փորձում են մանիպուլացնել։ Ոչ, որպեսզի ստանանք երաշխիք, հակառակ պարագայում այդ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման վերածվելու է զուգարանի թղթի Ալիևի համար։ Այնպես ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ վարվեց, շատ ավելի հեշտությամբ կվարվի այս խաղաղության փաստաթղթի հետ։ Ինչա պետք էսկալացիա հրահրելու համար ընդամենը 1-2 կրակոտ սահմանին։ Պարոն Մկրտչյան, Թրամփը սպառնում է Պուտինին, Զելենսկուն, Իրանին գործարքների չգնալու դեպքում հիմա ինչ սպասել, ինչու չի հաջողվում ԱՄՆ-ի այդ ազդեցիկ նախագահին այս ուղղություններով հարցերը իր խոստացած կարճ ժամկետներում լուծել։ Ով էր երաշխավորել, որ պետքա ստացվի բացի Իլոն Մասկից եւ Դոնալդ Թրամփից, ինչ որ մեկը երաշխավորել էր աշխարհում, որ Թրամփի մոտ ստացվելու է։ Քանի կար 1 օրում էր պատերազմը կանգնացնում, հետո 6 ամսում էր պատերազմը կանգնացնում։ Իրականում ես մի առիթով ասել եմ, միջև Թրամփի ընտրվելը դեռևս նախորդ իշխանությունների օրոք, երբ որ ընտրական շրջափուլներ, որ Դոնալդ Թրամփը այն ինչ որ խոստացել է 180 աստիճանով հակառակն է նրա մոտ ստացվելու։ Խոստացել է խաղաղություն, բերելու է պատերազմ, խոստացել է գնիչեցում, բերելու է թանկացումներ, խոստացել է, չգիտեմ, այն ինչ խոստացել է ինքը լրիվ հակառակն է տեղի ունենում, որովհետև այդպես է, process-ներն է այդպես գնում։ Թրամփի օգնականները կարծում եմ նրան այլևս ականջին շշնջացել են, որ Պուտինն այն գործիչը չի, որի հետ կարելի է գործարքի գնալ, նա պայմանագրունակ գործիչ չի, նա ագրեսոր է ի վերջո, այնտեղ սպանվում են երեխաներ Ուկրաինայում, սպանվում են ծերեր, խաղաղ բնակչություն, քաղաքներ են ավիրվում եւ հողին հավասարվում, ինչի մասին է խոսքը, հավակնություններ ունի եվրոպական մի շարք պետությունների նկատմամբ, Բելոռուսն է ինչ որ ատոմային հաբի վերածում, այս ամեն ինչի մեջ խոսել խաղաղությունից, գիտեք, նմանվում է Նիկոլ Փաշինյանին, երբ որ խաղաղություն առավոտից երեկո խոսում ենք, բայց գետնի վրա չունենք այդ խաղաղությունը։ Եվ գետնի վրա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարը սպասելու է այդ հնարավոր պատերազմին աշխարհում, որպեսզի ինքն էլ իր հերթին օգտվի իրավիճակից։ Իրանի վրա հնարավոր Միացյալ Նահանգների կողմից կիրառվող այդ ճնշման գործիքները, որը կարող է վերաճել նաև ռազմական գործողությունների, Իսրայելի մասնակցությամբ շատ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանում, գուցե Ադրբեջանի նախագահի խաղադրույքը հենց սրա վրա է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում վերլուծում են այդ ուղղությամբ, փորձում են ճշտել, ինչ կլինի, առհասարակ հələ մի կողմ թողնենք Ադրբեջանը կգնա դրան, Միացյալ Նահանգները կզսպի Ադրբեջանին, թե չի զսպի, առնվազն Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է 1-ից 1.5 միլիոն փախստականների ապաստան տալ, թե ոչ, որովհետև բախվելու է այդ խնդրին։ Քննարկվում է դա, թե չի քննարկվում, երևի թե փակ դռների հետևում քննարկվում է, որպեսզի հոգուս վրա մեղք չանեմ, մեղք չվերցնեմ։ Ուղղակի բարձր մտածենք, թող այդ մարդիկ էլ վերլուծեն, Գյումրու ընտրությունների պես կրիմինալների բանի խելքին չընկնեն, հետները մրցավազքի մեջ չմտնեն, գործ անեն։